նախագահանու առաջին նիստը եւ քաղաքապետ ընտրելը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացվում է թիվ 31 ընդրատարածքային ընտրական հանձնաժողովի մանդատից եթե հրաժարվող լինի հեշտական հաջորդ համարին իհարկե պահպանելով կենդերային հավասարությունը մենք կտրամադրենք մանդատ։ Այսինքն համարը կապ չունի, պիտի կենդերային այդ հավասարությունը պահվի։ Այո, այս պարագայում երեք կուսակցությունում այդպիսի եղավ, ուրեմն 14 մանդատից քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14-րդ մանդատը տրամադրվեց ոչ թե 14-րդ համարին, այլ 15-րդ կին թեկնածուին, որ 30%-ը ապահովված լինի, նույնը կատարվեց կոմունիստական կուսակցության հետ 8-րդ համարի փոխարեն մանդատ ստացավ կին թեկնածուն 9-րդ համարը եւ Մայր Հայաստան Դաշինքի քանի որ երկու մանդատ ունեին, իրենց երրորդ համարը նույնպես ստացավ մանդատ, այսինքն այնտեղ իրանց մոտ եղավ 50-50, այսինքն երկու հոգուց մեկը տղամարդ, մեկը կին։ Այս պահին ինչ ունենք, այսինքն այս պահին ինչ ունենք, այսինքն ամփոփել, այսինքն ինքնապատասխանի, ուրեմն ասեմ, իմ հզոր համայնք կուսակցության երրորդ համարը Սուսաննա Մկրտչյանը մի 10 օր առաջ ինքնապատասխան էր հայտնել անօդարական վավերացումով երրորդյա ժամկետում ներկայացրել էր մեզ մուտք էինք արել դիմումը, բայց մենք քննարկում չարեցինք, որովհետև մենք սպասում էինք բոլոր դիմումները լիներ, որ միանգամից մեկ նիստով բոլոր ինքնապատասխանները ընդունեին, ուրեմն երեք Մարգոտ Գրիգորյանն է ներկայացրել ինքնապատասխանի դիմում, նույնպես նոտարական վավերացումով, նույնպես երրորդյա ժամկետում ներկայացրել է, դրա համար մենք այսօր ընդունեցինք ինքնապատասխանները եւ հեշտական ցուցակի հեշտական համարներին տրամադրեցինք մանդատ, իմ հզոր համայնքինը երրորդ համարը հրաժարվել էր, մենք 6-րդ համարին տրամադրում ենք մանդատ, կնոջը տրամադրում ենք մանդատ, որ կենդերային հավասարությունը պահպանվի 30-70%։ Քանի կին հավաքական անդամ է, քանի հավաքական։ Ինչպես տնեմ, դի հաշվեմ ժողովուրդ ջան, 33-ից 30%-ից ավելը կին է։ Չէ, մանդատ, ժողովուրդ ջան, արեք ճիշտ հասկանանք, մանդատը դա մեր կողմից կնքված լուսանկարով, ուղղակի լուսանկարները կար, որ ուշ էին բերել, չէին հասցրել կպցնեին, այնտեղ մանդատները կա, մեր քաղաքը Դաշինքի մանդատները, իմ հզոր համայնքի մանդատները, Մայր Հայաստանի, իրենք կարող են այսօրվա ընթացքում կամ վաղը կամ վերցնեն, կարևորը մեր արձանագրությունն է, որ մենք ունենք տալիս մանդատ։ Մինչև նիստը իրենք կարող կան վերցնեն ու կարող են նաև այս ընթացքում ում որ մենք մանդատ տվեցինք այս ընթացքում կարող են կան ինքնապատասխան հայտնել, մենք կընդունենք եւ հաջորդ համարներին տրամադրենք մանդատ։ Պարոն Ղազարյան, առաջին նիստից հետո օրենք տալիս այլևս ինքնապատասխան։ Ես ասեմ, առաջին նիստից հետո, եթե ընտրվում է քաղաքապետ, արդեն մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացվում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը կազմում է արձանագրություն, ուղարկում է մեզ, մենք այդ արձանագրության հիման վրա հեշտական հաջորդ համարին տրամադրում ենք մանդատ, ինչպես որ 21 թվականից հետո բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, արդեն այստեղ գործընթացը ուժի, եթե ընդրված քաղաքապետ եղավ, արդեն այդ ժամանակ մանդատից հրաժարվելը դիմում են քաղաքապետին, ինքը ընդունում է, արձանագրությունը ուղարկում է մեզ, մենք հաջորդ համարին տալիս ենք մանդատ, ելի պահպանելով այդ կենդերային հավասարությունը։ Եվ առաջին մյուս օրը ըստ էության նիստն է, հա, պիտի քաղաքապետ ընտրի գոնե պարզ մեծամասնություն, ով է վարելու նախ նիստը եւ Արգելի գործընկերներ, մեր լիազորությունը այսօրվանով ավարտվում է։ Եթե վաղը ինքնապատասխաններ չլինեն, մեր լիազորությունը ավարտվում է։ Դա կանոնակարգվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքներով,
Ես ինչքան ոչ դիտեմ, նիստը վարելու է տարիքով մեծը, Ով է ամենատարիքով նա էլ է։ ոնց որ չէ, պատկերացրեք չեմ նայել, երևի տարիքով մեծը կլինի Հովհաննես Գևորգյան է, հա է։ Ես ինչքան որ նայել եմ Հովհաննես Մացականի Գևորգյանը երևի տարիքով Ահա, մեր փոքրան մոտիկ էլի, բայց այսպես արդեն մենք Ես ժողովուրդ ջան պետք է լրիվ ցուցակները նայեմ, ես տարեթվերը նայեմ։ Եթե Սուսանա Մկրտչյանը մնար ինքն էր ամենատարեցը, բայց հիմի այդքան չենք բանարել, բայց ըստ երևույթի ես նայելով դեմքերին նայելով ուղղակի ես բանարեցի կարող է շատ մեծ հավանականությամբ Հովհաննես Գևորգյան։ բայց ըստ կարգի, եթե ամսի 16-ի նիստին օրինակ 16 մանդատ չհավաքի, 17 մանդատ չստանա տեխնացուներից որևիցե մեկը, ինչ է լինելու ըստ օրենքի։ Ուրեմն նիստը շարունակական է։ Այսինքն մինչև քաղաքապետ չի ընտրվում։ Առաջինը 17 մանդատ պետք է հավաքի, հետո արդեն պարզ մեծամասնություն է, բայց ոչ պակաս, քան 40% է մանդատների ընդհանուր թվով։